Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի ավարտից հետո դերասանուհի Աիդա Կարապետյանի կյանքում սկսվեց բավականին հետաքրքիր ու փոփոխություններով լի փուլ։ Սերիալում Մերիի կերպարով նա հասցրեց մեծ սեր վայելել հեռուստադիտողների կողմից և բնականաբար ավարտից հետո բոլորին հետաքրքրում էր ինչպիսին է լինելու նրա հաջորդ քայլը։ Սակայն ի տարբերություն շատ դերասանների, Աիդան որոշ ժամանակ հեռացավ էկրաններից։ Նա մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ընտանիքի և սիրելիի հետ ժամանակ անցկացնելու։ Այս շրջանը նրա համար դարձավ ոչ միայն հանգստի, այլև անձնական կյանքի կարևոր փուլ։ Հենց այդ ընթացքում էլ տեղի ունեցավ մի շատ կարևոր իրադարձություն։ Դերասանուհին նշանադրվեց։ Սա մեծ ուրախություն առաջացրեց նրա հետևորդների շրջանում, ովքեր նրան ոչ միայն որպես դերասանուհի, այլ նաև որպես մարդ շատ են սիրում ու աջակցում։ Թվում էր, թե Աիդա Կարապետյանը որոշ ժամանակով ամբողջությամբ կտրվելու է հեռուստանախագծերից, սակայն օրեր առաջ նա անակնկալ կերպով ակտիվացավ և հրապարակեց լուսանկար նկարահանման հրապարակից։ Պարզ դարձավ, որ խոսքը «Գոյամարտ» սերիալի մասին է։ Այս հրապարակումը իսկական ոգևորություն առաջացրեց նրա երկրպագուների շրջանում, քանի որ երկար դադարից հետո նրանք կրկին տեսան իրենց սիրելի դերասանուհուն աշխատանքային միջավայրում։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Աիդան չմանրամասնեց արդյոք ինքը նկարահանվելու է սերիալում, թե պարզապես եղել է նկարահանման հրապարակում այլ պատճառով։ Այս անորոշությունն էլ ավելի մեծացրեց հետաքրքրությունը, հետևորդները սկսեցին ակտիվ քննարկել, ենթադրություններ անել, մեկնաբանություններ գրել, հույս հայտնելով, որ դերասանուհին իսկապես վերադառնում է էկրան։ Շատերի կարծիքով նման հրապարակումները հազվադեպ են լինում պատահական։ Եթե դերասանուհին գտնվել է նկարահանման հրապարակում, ապա մեծ հավանականությամբ դա կապված է նոր նախագծի հետ։ Մանավանդ հաշվի առնելով, թե որքան սիրված էր Մերիի կերպարը, տրամաբանական է, որ ստեղծագործական թիմերը ցանկանան կրկին համագործակցել Աիդա Կարապետյանի հետ։ Միևնույն ժամանակ նրա վերադարձը կարող է լինել շատ մտածված քայլ։ Երկար դադարից հետո դերասանները հաճախ փորձում են ընտրել այնպիսի նախագիծ, որը ոչ միայն հաջող կլինի, այլև նոր կերպարային բացահայտում կտա։ Աիդայի դեպքում ևս կարելի է սպասել մի կերպար, որը կտարբերվի Մերիից և ցույց կտա նրա դերասանական հնարավորությունների նոր կողմերը։ Այս պահին սակայն դեռ չկա որևէ պաշտոնական հայտարարություն։ Ոչ դերասանուհին, ոչ էլ նախագծի ներկայացուցիչները չեն հաստատել նրա մասնակցությունը «Գոյամարտ» սերիալում, բայց մի բան արդեն ակնհայտ է՝ նրա վերադարձի թեման ակտիվ քննարկման կենտրոնում է և հետաքրքրությունն օրեցօր աճում է։ Հեռուստադիտողներն անհամբեր սպասում են պաշտոնական նորությունների, հուսալով, որ շատ շուտով ամեն ինչ պարզ կդառնա, իսկ եթե սպասումը արդարանա, ապա կարելի է վստահ ասել, որ Աիդա Կարապետյանի վերադարձը կլինի ոչ միայն հաճելի անակնկալ, այլ նաև մեծ իրադարձություն հայկական հեռուստադաշտում։ Նշենք, որ սա Աիդա Կարապետյանի և Դիանա Գրիգորյանի առաջին համագործակցությունը չէ։ Աիդա Կարապետյանի համար դեբյուտային դարձավ Դիանա Գրիգորյանի «Սարի աղջիկ» հեռուստասերիալը, որից հետո դերասանուհին հայտնի դարձավ։ Նշենք, որ շաբաթներ առաջ «Պարուհի. Վերջին զանգը» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Աիդա Կարապետյանը հետևորդների համար բացահայտել էր, որ իր սիրտն արդեն զբաղված է, իսկ ընտրյալը Արամ Խանսանամյանն է։ Նա խոստովանել է, որ չի սիրում խոսել իր ռոմանտիկ հարաբերությունների մասին, սակայն սիրելիի հետ գեղեցիկ լուսանկարը հրապարակելու գայթակղությանը չի դիմացել։ «Չեմ սիրում անձնականը հանրայնացնել, բայց նկարը սիրել եմ, թող մնա էջում», գրել էր դերասանուհին։ Հիշեցնենք, որ Աիդա Կարապետյանը Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց Գագիկ Կարապետյանի թոռնուհին է։ Աիդան իր հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ միշտ ցանկացել է աշխատել։ Ծնողներս ևս ասում էի այդ մասին, բայց ասում էին դեռ սովորեմ, հետո կաշխատեմ։ Հետո մայրիկիս հետ սկսեցի պար դասավանդել 4 տարեկան երեխաներին, քանի որ հմտություններս թույլ էին տալիս։ Դա այնքան էլ աշխատանք չէր, որովհետև զբաղվում էի ազատ ժամանակ։ Բացի այդ, ցանկանում էի դերասանուհի դառնալ։ Երիտասարդ աղջկա համար ոգևորիչ է այս տարիքում իր գումարն աշխատելու փաստը։ Աշխատելը հաճելի է, առավել հաճելի է, երբ զբաղվում ես սիրելի գործով ու կարողանում ես քո քրտինքով գումար վաստակել։ Իմ առաջին աշխատանքը կարելի է համարել «Սարի աղջիկ» հեռուստասերիալը։
Ըստ երիտասարդ դերասանուհու հաճելի է տեսնել արած աշխատանքի արդյունքը, երբ ինքդ ես աշխատում, հասկանում ես աշխատանքի արժեքը, իհարկե ծնողներիդ աշխատանքի դեպքում էլ ես հասկանում, բայց քո աշխատանքը լրիվ այլ է, ծնողներդ ամբողջ կյանքում քեզ համար են աշխատում, լավ զգացում է, երբ թեկուզ փոքրիկ հարցում կարողանում ես նրանց օգնել, ինձ շատ են հարցնում, հոգնո՞ւմ եմ, պատասխանում եմ այո, բայց հաճելի հոգնածություն է, հիմա կարողանում եմ ինքնուրույն հոգալ ծախսերս, նույնիսկ ուսմանս վարձն եմ մասամբ վճարել, շատ թանկարժեք գնումներ չեմ անում, ամեն ինչ չափի մեջ եմ անում, պարտադիր չէ, որ միայն թանկարժեք իրն ինձ դուր գա, նշել է նա։ Այդան նկատել է, որ հիմա կայացման փուլում է, կարելի է ասել ինչ-որ չափով ինձ կայացած եմ զգում, բայց հիմա կարծես կայացման մրցուղու սկզբում լինեմ, բարդ է համատեղել դասերն աշխատանքի հետ, բայց փորձում եմ հասցնել, ուզում եմ շտկել թերություններս, աշխատանքս լավ կատարել, կատարելագործվել, ինչի համար պետք է շատ աշխատել։